Իրան-ԱՄՆ լարվածությունը շարունակում է մնալ միջազգային օրակարգի ուշադրության կենտրոնում, սակայն տարածաշրջանային ցանկացած հակամարտություն անմիջական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության և շուկաների վրա, բարձրացնելով հարցը՝ արդյոք մեր երկիրը կարող է դրանից օգտվել, թե կկրի վնասներ։ Շինարարական ոլորտում իրավիճակը արդեն զգացվում է։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը նշում է, որ մի շարք կենսական շինարարական նյութեր անժամկետ կանգնած են սահմանին, իսկ մատակարարումները դադարեցված են մինչև իրավիճակի հանդարտումը։ Նրա խոսքով խնդիրը միայն Իրանից ներմուծվող ապրանքներին չի վերաբերում։ Իրանը կարևոր տարանցիկ ճանապարհ է բազմաթիվ ապրանքների համար, որոնք Հայաստան են հասնում այլ երկրներից։ Ծառայում է տրանզիտ երկիր։ Ինքը այս կոնտեքստում պետք է նայենք, ու մեր շինարարական նյութերի մեջ էական առողջի բաժին կազմող նյութեր են, բայց կոնկրետ տոկոսային հարաբերակցությամբ կդժվարանամ ասել, բայց կարող եմ փաստել, որ իրանական ծագմամբ եւ արևելքի երկրների ծագմամբ ապրանքները բոլորը միասին շինարարական հումքի արտահապրանքների մոտ կեսի չափ։ Անշարժ գույքի շուկայում կտրուկ փոփոխություններ դեռևս չեն նկատվում։ Բրոքերական ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ առայժմ մեծ հոսք չկա եւ բնակարանների վարձակալության գները դեռևս չեն բարձրացել։ ԵՄ իրավաբանական ընկերության իրավախորհրդատուի օգնական Վիկտորիա Ղազարյանը նշում է, որ Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու համար հիմնականում դիմում են Ռուսաստանի, Հնդկաստանի եւ որոշ ասիական երկրների քաղաքացիներ։ Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ դիմումների քանակը զգալիորեն աճել էր, սակայն ժամանակի ընթացքում նվազել է եւ ներկայում աճը հիմնականում նույն մակարդակի վրա է։ Օտարերկրացիները Հայաստանում կարող են բնակարան վարձակալել կամ գնել առանց կացության կարգավիճակ ունենալու, սակայն նոր ժամանողները սովորաբար նախընտրում են վարձակալել։ Ինչ վերաբերում է այս պահի դրությամբ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածությանը, դիմումների քանակը չի փոփոխվել եւ էական տարբերություն չի նկատվում։ Եթե խոսենք Հայաստանում բնակարանների վարձակալության կամ գնման գործընթացի մասին օտարերկրացիների կողմից, կարող ենք նշել, որ օտարերկրացիները պարտադիր չէ, որ ունենան կացության կարգավիճակ կամ կացության քարտ։ Արտաքին գործերի նախարարության տվյալներով Հայաստանի եւ Իրանի սահմանի ագարակ անցակետից դուրս հայկական կողմում ներկայում մոտ 180-ից 200 բեռնատար է սպասում սահմանը հատելու հնարավորությանը։ Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երկու անձանց նույնպես վերադարձրել են Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ Հայերի անվտանգության մասին մշտական կապի մեջ է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որը հետևում է ոչ միայն Իրանի, այլև Մերձավոր Արևելքի տարբեր հայկական համայնքների իրավիճակին։ Փորձագետների գնահատմամբ Իրան-ԱՄՆ հնարավոր հակամարտությունը Հայաստանում կարող է երկակի ազդեցություն ունենալ, իսկ իրական ազդեցությունը կախված է իրավիճակի հետագա զարգացումներից։